Բարի լույս հետևորդներ ջան, բարի լույս ժողովուրդ ջան, էլի հավաքվեցինք խոհանոցում կոֆե խմելու նպատակով։ Գիտեմ հիմա շատ շուտ է, դուք էլ կոֆեն պատրաստեք, եկեք միասին վայելենք։ Այնքան եք գրում, որ ձեր այդ կոֆե խմել հողամասում թեկուզ տանը, համեցեք սիրելի հետևորդներ, հեսա տաքերը կընկնի, հողամաս գնալու օրերը ավելի կշատանան, այնպես որ կարող եք հյուր գալ հողամասում կամ վայքով անցնում եք ինչ որտեղ եք գնում, մեծ սիրով եկեք, զանգեք, միամաչեք։ Ես մեծ հաճույքով կընդունեմ իմ հետևորդներին, ինչքան որ դուք եք ինձ սիրում, հարգում, այնքան էլ ես ձեզ բոլորիդ եմ սիրում, հարգում, չնայած ես ձեզ չեմ տեսել, բայց կան անձնավորություններ, որոնց ճանաչում եմ, բայց դուք ինձ ամեն օր տեսնում եք։ Կոֆես պատրաստ եմ խմել, հասցնեմ խմել։ Ահա։ Գիտեք ինչ եմ լսել, սիրելի հետևորդներ, եղանակը նորից ցրտելու է, ձյուն է գալու։ Չէ, սենց բան լինել չի կարող։ Բայց դե մի կողմից էլ լավ է։ Պատկերացրեք, որ սիրելի հետևորդներ, դա այս ձյունը լիներ ծառերը ծաղկած ժամանակ։ Մենք ոչ մի բերք ու բարիք, միրգ չենք ունենա։ Ինչ լինելու է, թող այս գլխից լինի, բնությունը, ինչու չէ նաև ամենակարևորը մարդը չտուժի։ Հիմա կասեք Նաշ ջան, դու ինչ խոսում ես, բնությունից ես խոսում, եղանակից ես խոսում, հողամասից, այո, իմ հարազատ, իմ լավ թեման դա է, սիրելի հետևորդներ, եւ այնպես չմտածեք, որ ձևական եմ անում, այդքան շատ սիրում եմ բնությունը, բնության հետ իմ կապը այդքան մեծ է։ Չգիտեմ, փոքրուց էլ երազել եմ, սիրել եմ բնությունը, դաշտում հաց ուտելը, դաշտի ծաղիկները, որ գնում եմ Արտաշատ, մերոնց հողամասը տեսել եք, չէ՞։ Դա հիմա ձևափոխված վիճակն է։ Երեխա ժամանակ լրիվ ուրիշ տեսք է ունեցել։ Ինչ ծաղիկներ ասես կար, ինչ ծաղիկներ, ու ամեն սեզոնին ես գնում էի մի փունջ քաղում բերում էի, դնում էի ծաղկամանի մեջ տանը։ Այնքան եմ սիրում, կամ ինչ որ մի տեղ գնայի, ասում էի, ողջ դաշտի ծաղիկներ, երիցուկներ ծաղկում, հիշում եմ դեղին երիցուկ կար, կարմիր կուշ կոտրուկ, սիրևի գույնի էլի տենց ծաղիկներ կային, այնքան տեսականի կար։ Ծաղկանոց էլ ունեինք, սիրում եմ ծաղիկների սաճիլներ բերեինք ու դրսում ծաղկանոց ունեինք, մամաս էլ վարդեր էր աճեցնում, շատ լավն էր։ Հիմա էլ եմ շատ սիրում, դե արդեն Վայոց ձորում այդ դաշտի ծաղիկների տեսականին լրիվ փոխվել է, լայն տեսականի կա ու ես երբ որ գնում եմ հատկապես Բանջարի, ամեն անգամ սիրում եմ մի փունջ այդ ծաղիկներից վերցնել, քաղել։ Լույսը կբացվի, արդեն զգացել եք, չէ՞, որ լույսը շուտ է բացվում, ժամը կարող է առաջ 7-ին մութ լիներ, բայց հիմա արդեն լուսանում է։ Այլ օй, այս հրաշք ծաղկին նայեք, հրաշք ծաղկիս նայեք, ինչ մեծ բացվել են, բայց ինչքան է կոկոններ կա, թող ծաղկի վերջում կտեղափոխեմ։ Այսօր ոնց որ անձրև է գալու, այդպես է ասել Սուրենյանը։ Վայելում ենք, այսօր մենակ եմ խմում կոֆեն և երեխաներն էլ քնած են։ Ես էլ մի քանի հատ կդնեմ, հետս կտանեմ ընդմիջման, կուտենք, տեսնենք էլ ինչ ենք վերցնում, այսպես, կարգ
կարգավորենք։ Մի հատ էլ վարդից ջուրը փոխեմ։ Թարմը, ինչ ես թարմը։ Ոյ։ Հիմա այստեղից դուրս գանք այսօր։ Պատշկան։ Ցուրտ է։ Ամպեր են։ Սաս չեն կարող ասել, դեռ լիովին լույսը չի բացվել։ Մի քիչ հետո պարզ կերևա, ինչ եղանակ է լինելու։ Անձրև, ամպ։ Բե ինչ բոլորիս բարի օր։ Ամեն անգամ երբ գալիս եմ սենյակ, ուզում եմ ձեզ անպայման ցուցադրել այս հրաշքը, տեսեք ինչքան լավ աճում է։ Աճում է ու աճում է։ Դափնու տերևը, լովո թող աճի, սիրում եմ, որ լինում է։ Մեխակել եմ ցանել, ասում եմ, որ մեխակը ցանում ես, աճում է։ Տեսնեմ կաճի, սիրուն աճել է։ Սիրելի հետևորդներ, ես վերադարձել եմ տուն։ Հիմա խոհանոցում եմ և ուտելիք եմ պատրաստում։ Ինչ եմ պատրաստում, հիմա ցույց տամ, արդեն կկռահեք, թե ինչ եմ պատրաստում։ Այստեղ էլ եղեգնաձորից մրգեր եմ գնել, խառը, տարբեր մրգեր, ավոկադո, նարինջ, բանան, խնձոր։ Ու այստեղ ինչ, արդեն իմացաք, որ ինչ եմ պատրաստում։ Իհարկե բորշ, կարելի է մի օր էլ բանջարեղեններով սնվել չէ, ավելի օգտակար, իդեպ ասեմ, որ առանց մսի եմ պատրաստում։ Միացնեմ թող տապակվի ու հերթով բանջարեղենները կտրատեմ։ Գազար, այնքան էլ գործեր ունեմ այսօր այդ փաթեթավորման հետ կապված էլ իհարկե պետք է մայրամախոտը լցնեմ տուփերը, այն մի վերջի բերածը լվացել եմ, խառը գործեր։ Կարևորը սնունդն է պատրաստեմ, իհարկե մինչև իմ գործից գալը երեխաները ինչ են պատրաստել։ Երեխաները պիցա են պատրաստել, սա մի կտոր էլ դեռ կա, ոնց որ թե 2 անգամ են պատրաստել, կուշտ կերած են, դրա համար ձայները չի գալի, չեն ասում ինչ է սարքում, ինչ է սեփում, սոված ենք, բրծի, իրանք իրանց գլխի ճարը տեսել են։ Սիրում եմ, որ գազարը մեծ է լինում, մանր չեմ սիրում։ Եվ կարմիր բազուկը։ Մի փոքր աղլեցնեմ։ Մի պղպեղ, տոմատ և պահած օյացված լոլիկ։ Երևի այսքանը բավական է։ Կարտոֆիլ, կաղամբը, 2 դափնի տերև և սև պղպեղ։ Թակենք թող կամաց տապակվի։ Զգուշ գթալով խառնեմ։
Կանաչիներն էլ եմ արդեն լվացել, սամիտ, պետրուշկա, ահա, թարմը կանաչիներ կկտրատեմ։ Տապակվեց սա և 4 հատ շլոր, այդքանը բավական է։ Ու ինչ 4 հատը բոլա թթուկ կլինի ճաշի ու եռացրած ջուր։ Նեղմաջալին է կոֆե են դնում, սիրտս են շահում։ Մի արա թափելու ես, այդ ջազվով են չի դրիր մերի։ Մամա, այս դրանով համով է լինում։ Թող եռա ճաշը։ Փոխեցին սիրուն ճաշը, այս ինչ համով է լինելու։ Տենանք, հուսանք։ Հաղը դնես պերերիվ տանում, հետը։ Բորշը պերերիվ չեն տանում։ Այս սրանից տանեիք ուտեիք։ Այդ ինչ է։ Եկեք։ Մերի մազերդ հնդկական յուղ ես արել։ Յուղել ես մազերդ։ Հատ կոֆե խմենք, թարմանանք, նոր շարունակի։ Երեկոյան կգաս, որ մազերդ լվանաս։ Երեկոյան կլվանաս, որ գա չէ Աշոտ։ Արի խմի։ Ինչ։ Ստե ենք խմում գոլորովս։ Արի։ Այն հանազանդ հարսներից է։ Ես սպաղված եմ Հա։ տեխնիկական սանթիներով։ Տենասով է, թուբս չի թողում։ Սինիկ։ Մրգերով կոֆե։ Մի հատ սիրուն կտրե։ Դուրը չեկա։ Պատրաստվեք երեխեք ջան, որ փաթեթավորումն անեն։ Մամ գնի ես։ Ձեզ փաթեթավորում։ Արի Ես էլ գամ խմեմ լավ։ Արի դու տակ ես խմում, որ դու սարավ ես խմում։ Արի, Արի սերով է, արի։ աչքի ունքով է։ Աշկի ունքը որն է աշկի ունքը, հոնքա, ոնց որ ունքը լինի։ Էսի բերիր դրիշ թե այդ առանց կտրել որի։ Ես կյանքի ճանապարհն ես կլոր։ Որ ամուսնացավ, ինձ ունեցավ, հետո քեզ ունեցավ, Այո։ Լիլիթին ունեցավ։ Լիլիթին ունենալուց ուրախ է բեսամ, մեզ չէ։ Կոնկրետ քեզ ունենալուց տխուր է վախշը։ Մամա, տենց է։ Բոլորիդ ունենալուց է ուրախ եմ, Տխուր է, որ նման լավ չլսող երեխեք ունեմ, որ կոֆե չի առել։ Ինչի կոֆե, ինչ ես։ Զանգեր աղբորը։ Ընձի։ Ես մի անգամ եմ կերել խակեր, դուրս չեկա, բայց սրանք հասած է։ Ես այսի կուտ։ Իմ ավոկադոն չուտես։ Ոնց ես ուտում։ Ձվով։ Աշխատ ձվով։ Հեսա ձու եմ խաշելու։ Բաժանորդագրվեք մամայիս ալիքին, լայք դրեք, կոմենտներ գրեք մեկ եք ցանկանեք մազերից խնամքը տեսնել, թե ոչ։ Օրը 2 դար առաջ էր ասեն որ Կցանկանաք ինչ պատրաստեմ ձեր համար։ Հա, ծվով ավոկադո։ հա, ասա հիմա ձվով։ Մերի Նայ, ռեցեպտը։ ես որոշել եմ, որ ամուսնանում եմ արդյոք ինչ եմ սարքելու ամեն օր։ Խաշած ձվածեղ, երշիկով ձվածեղ, պամիդորով ձվածեղ, ձվածեղ ավոկադոյով ձվածեղ։ Այդ մարդը այնքան է խոսքի ծուտում։ Երկրագնդի ծվերը պրծնում ես, տիպաս մարդուն է ջարդում ձվածեղ սարքում։ Էլի սկսակ ձեր արկածները այդ Դու աստվածամայր, օստված բոլոր հատկություններով։ Թելում այդ երքի։ Որը։ Ախ, իշ լավ է, սավի վրա հլը երքի։ Ինչ երկել եմ էլ, վատ եմ երկում։ Լավ չեմ երկում։ Տարավ, հանեց են սարերը, հերնում է, Ախ, ինչ լավ է։ լավ, մամա, Սարի վրա։ հետ չեմ լավ չսում։ Շատ լավ է։ Մաս մերին տար։ Ես չեմ գա սարեր, հա, իսեր հաստու։ Պարսարդու։ Մերսի։ Մի երկորից էլի պտի գնանք։ Մամ, արի ինձ տար բանը, լիական չքաղեմ։
Լիք կա։ Մյուս թափկա գաս այդ հանքավակենք։ Հա, կգա։ Բայց ձուն ա տվել։ Խափողին չես գա։ Ոյ, կգա, մուլիական ջան ուզում ուտեմ։ Եղել էր այս կա։ Սիբեխը։ Ձվով մուլիական ջան։ Նենց հոմով կլին չէ լուրջ ես եղանակը էսա ձուն ա տվել գա, հալվի, կեթան կբերենք։ Հելան գործերով։ Ինչ ա եղել։ Մոնչիկս։ Աշը սիրունացել է։ Հա։ Աշես ուզում է այսօր Տեմուից շալվարներ զակազեի, գցել եմ կորզինը։ Քո էջով զակազենք։ Շոսոր լողանա մազես տակից մի կտրես։ Մի կտրի, երկար էլ ալա։ Ով Լիլիթ, հա, մեր բերաշտը։ Լիլիթ, հա, խաղում ա դուրսը։ Շատ Օ, Էսի քեզ եմ տալի։ Քեզ աճացնենք ավոկադո։ Եթե կյանքիդ պտուղն ա, վայ։ Ինչ է կոճա։ Կորիզը։ Ոնց է սուտում մերի։ շատ եմ սիրում մամա ջան։ Նա շատ։ Հանդակեր, հեքան ավոկադո։ Հա։ Աշոտ, չկա, ես էլ եմ աշոտի օրին ընգե, ես է իմ դուրնը չի եկե, բայց դե մերին միշտ ուտում ա, կամ կաղա, լավ համա։ Ես առնելուց ինչ ասեմ։ Կերենի։ Հատուկ համեմունք բորշի համար։ Բորշը էփվեց և վերջում քերիչով անցկացրած կարմիր բազուկ եմ ավելացնում, որ ավելի տենց կարմիր լինի բորշը և մնաց կանաչին։ Սամիթ ու պետրուշկա։ Եվ մեր համեղ բորշը պատրաստ է իհարկե, բորշը առանց մսի, ես եմ այդպես ցանկացել, մենք ենք այդպես ցանկացել։ Եկավ պահը, որ անջատեմ։ Մի քանի րոպե հանգստանամ ու անցնեմ իմ գործին։ Փաթեթավորում եմ, այստեղ վերցրել եմ մուկ կանանչե ժապավեն, հերթով այսպես ես թղթե տոպրակների հետևի մասում գրում եմ այն անձանց հասցեները, ովքեր պատվիրել են, սա էլ իմ պատվերների տետրն է, մի քիչ էլ պետք է տենց փակելու տեղ մնա, 100 գրամ, սա ես հաշվում եմ 100 գրամ, հերթով բոլորը այսպես լցնեմ ու դնեմ մի կողմի վրա, ցանկացած աշխատանք էլ դժվար է, որ ժամանակ է տանում, հեշտ բան չկա այս կյանքում, սիրելի հետևորդներ, ասե որ մայրամա խոտի գույնն է, այսպես ինքը քեզ թվում է թե փոշոտ է, ինքը բարխտնի է, ոնց որ վիլյոր լինի, այնքան հետաքրքիր է, քաշի լինեն, ահա սա էլ նորից լցնեմ ու վերջում գեղեցիկ կփաթեթավորեմ, ով էլ առնում է ուրախությունով, առողջ միշտ լինեն, ինչ ասեմ, մարդիկ կան, որ սիրում են խոտաբույսեր և այն մարդիկ են հիմնականը գնում, ովքեր ծանոթ են մայրամախոտին, գիտեն, սա քաղցր տեսակն է, ահա։ Սիրելի հետևորդներ, ասեմ, որ մայրամախոտը դուք մեկ բաժակի համար կարող եք վերցնել այսպես մի 5 մայրամախոտի ցողուն, ահա, սա մեկ բաժակի համար նորմալ է, պոչտայով եմ ուղարկում, տեսեք, սա ամբողջական է, որ պոչտայով ուղարկում եմ, չգիտեմ,
չոր խոտաբույս է, կարող է սեղմեն տերևները առանձնանա, բայց տերևներն էլ չգցեք հանկարծ։ Ինչ տարբերություն, խոսքի տերևը պոկված, թե ցողունին կպած, այնպես որ չոր է, կարող է պոչտայում առաքման դեպքում տենց իրարից տրորվեն, անջատվեն, նախապես ասում եմ, դուք իմ մոտ տեսնում եք ամբողջական են, ահա։ Տուփ լցրել եմ ու կշարունակեմ լցնելը էլի կա։ Սիրելի հետևորդներ, ես դեռ լցնում ու լցնում եմ։ Սիրելի հետևորդներ, ես իմ պատվերներն եմ նշում, այսպես տոպրակների վրա հասցեները, պատվիրատուների հասցեները, որ ուղարկեմ։ Սա էլ ժամանակ է պահանջում, աշխատատար է, պարտավորվածություն եմ զգում, որ պատվերները վերցրել եմ, ձգտում եմ, որ բոլորի պատվերներն էլ կատարեմ ու կան այնպիսի պատվիրատուներ, որ գրել եմ ու չեմ կարողանում գտնել, եթե դժվար չի ինձ նորից գրեք։ Ես իհարկե հեռախոսահամարներ ունեմ, վերջի կետ եմ ոնց են ասում, կարող եմ զանգահարել։ Մարդ կա, որ 2 տուփ է ուզել, հիմնականը 2 տուփ են ուզել, Երևան, Դավթաշեն, հիմնականում մարզերից էլ կան, տարբեր տեղերից են, բնակ։ Սա արտագրում եմ, որովհետև 2 տուփ է ուզել նույն անձնավորությունը։ Եվ անպայման պոչտայի կոդը գրում ենք, որ զանգեն, որ պոչտան է հարմար իրենց թաղամասին, իրենց գյուղին, մի խոսքով, որ գնա հասնի։ Այս կողմի վրա էլ ես ինչ եմ անում, գրում եմ նազելի նազ, այսպես նազելի նազ, հասարակ և սովորական։ Հիմա այս 2, որը գրել եմ, դատարկել էի, ժապավեններով էլ գեղեցիկ կկապեմ ու ինձ թվում է բան չմնաց։ Դեռ այնքան պատվերներ եմ վերցրել։
Ասեմ, որ սա բավականին շատ է, ես տեսել եմ խոտաբույսեր, որ 50 գրամ են ուղարկում, 120 դեռ 100 չէ, 120 գրամ, ոչինչ, սրանք էլ են պատրաստ, այսպես նազելի նազ, այսպես, Հաջան, վայ բան եմ նկարում, փորձեմ տեսնեմ սրա վրա կարամ, հենց չդատարկեմ գրեմ նազելի նազ, այո, նազելի նազ իմ յութուբյան ալիքի անվանումն է, այնպես որ կարող եք բաժանորդագրվել և նայել, հետևել, եթե բաժանորդագրված չեք ու կտեսնեք, որ այն սեզոնին ինչքան խոտաբույսեր են լինելու։ Այստեղ են ասում խոտաբույսերի սիրահարներ, թեյի սիրահարներ, հավաքվեք, գարունը բացվել է։ Նազելի նազ, և սրանք, այս երկուսը դեռ հասցեատեր չունեն, գրել եմ մարդկանց սպասում եմ իրենց պատասխաններին, որ հասցեն գրեմ, շատ վերսմողներ կլինեն, այո, սա էլ այսպես, որ մեկինը մնաց, բոլորինը գրել եմ, փաստորեն, այս երկուսը, լավ թող այդպես մնա, մինչև ինձ հիմա կպատասխանեն, նազելի, նազ, սիրելի հետևորդներ, բոլորի վրա գրված է, նազելի նազ, ու այսպես լցոնված, մնաց, որ ժապավենով կապը։ Եվ հիմա նորից նույն եղանակով ես փաթեթավորում եմ, որովհետև բոլորի դուրն էլ եկել էր են գալստուկով տարբերակը, չէ, սիրելի հետևորդներ, այդ տարբերակներ եկե և ես հիմա այսօր այդպես կանեմ։ Իհարկե ժապավենի չափը կկտրեմ, քիչ այս տուփերը այնքան շատ են լցված, որ պետք է մի քիչ սեղմեմ։ Պետք է հավասար, գեղեցիկ, այսպես հավասար, տեսեք, և ժապավենը դնում ենք, մի քիչ ավել, մի քիչ պակաս, այս չափը հարմար է, երկու հատ կտրենք, առայժմ երկուսը, սա թող մնա չափի համար, նայեք, հետևորդներ ջան, մի հատ ծալում ենք, այսպես, ու մի հատ էլ, հուսամ, որ գեղեցիկ եղավ, չէ,
եւ կողքից յուրաքանչյուր կողքից կտրում նույնն էլ այս մի կողքը հավասար փողկապ ենք պատրաստում այսպես ծալում ենք ու նույնը այս մի կողքով իմանանք թե փողկապ ենք կապում այսպես ոնց անեմ որ ձեզ համար տեսանելի լինի Ահա Ահա Եվ ինչ կասեք սիրուն է տեսնես ով է այս առաջի պատվերս գնում է քանաքեռ հենց որ առաջի կապածը քանաքեռ է գնում հենց որ պատահական էլ վերցրեցի բայց ասեմ որ ոնց որ թե երկու տուփ էին ուզել ես երկու տուփ էին ուզել ես հիմա քո ընկերոջն է կճարեմ չնայած տարբերություն չկա Արեշ սա Դավթաշեն հերթով կարդում եմ Երևան Դավթաշեն սրանք երկուսը մի տեղ են այստեղ Երևան Արտաշեսյան սա էլ է Երևան առանձին է սա այն թափ սա քանաքեռ նույն զույգին ճարեցինք սա էլ է քանաքեռ նույն ազնվորությունն է ուզել Գավառ մի խոսքով չափը հարմար չափ է հիմա ես ժապավենները կտրեմ ու արագ պատրաստենք թվում է թե բարդ է բայց բարդ բան չկա հեշտ է շատ դե արդեն պարզ է սիրելի հետևորդներ որ ինչ պետք է անեմ էլ գլուխները չցավացնեմ ուղղակի այդ փողկապ կապելուն էլ ձև կա ոնց է մի բան ոլորեցի ու սարքեցի այսպես ավելի լավ է եւ սիրելի հետևորդներ ես վերջի տուփն եմ Ինձ մնում է, որ այս վերջի տուփը փաթեթավորեմ, կարևորը գիտեք, որն է, որ վաղը կիրակի է, ես տանն եմ, բայց դե նես չի, որ պարապ եմ մնալու, ուրախանում եմ, որ երկար եմ տանը մնալու, գործերս մի քիչ կկարգավորեմ Էտա, նույն ժամին արթնանալու եմ առավոտ շուտ, մերին պետք է ճանապարհեմ, բա, այդպես, ավել պակաս էլ կներեք, թերությունների համար, և վերջ,
Այ, վերջացրեցի։ Շատ լավն են, սիրուն են եւ այստեղ էլ սրտիկ եմ նկարել, որ նայեք ու սրտիկեք, լայքեք, սիրելի հետևորդներ, սիրելի պատվիրատուներ։ Ահագին կօգտագործեք այս մայրամախոտը, անհրաժեշտություն է տանը, փորձեք ստամոքսի եւ փորացավի համար։ Այսպես Եվ սպասում եմ ձեր գնահատականներին, սիրելի հետևորդներ, ինչ կարծիքի եք, սիրուն եղավ, թե ոչ, անպայման գրեք մեկնաբանություններում, իհարկե հետաքրքիր դիզայն էլի կմտածեմ, անպայման, տեսնեմ, չէ, գրածները չի խանգարում, այնպես եմ գրել, որ տեսանելի լինի, էլի այսպես, որ հասնի հասցեա տիրոջը, այսքանը Լավ մնացեք, ես ձեզ բոլորից սիրում եմ, սիրելի հետևորդներ, բարի գիշեր, տեսեք, ինձ ուգադիպություն, այս ժապավենը իմ հագուստի բլուսկայից գույնի եմ, այսքանը, և մեկ մայրամախոտ էլ ավելացավ, տեսնեմ որտեղից կարող եմ մտնել, չպատրեմ, մի կերպ, տեղավորեցի, այսքանը, սիրով սպասում եմ ձեր պատվերներին, նորից եմ կրկնում, որ պատվերները գրեք մեսենջերին կամ ինստագրամյան իմեջին, յութուբյան հարթակում հարմար չէ, և վերջում էլ սիրելի հետևորդներ, շնորհակալություն գնումների համար, և վերջում էլ ինչ եմ ասում, սիրելի պատվիրատու հետևորդներ, շնորհակալություն գնումների համար, այս սպիտակները, ավելի գեղեցիկ տեսք են տալիս և իրոք, շնորհակալություն, այսքանը։